Բարի առավոտ Աստծո ժողովրդին, Աստծո զավակներին։ Շատ ուրախ եմ կրկին անգամ ձեր մեջ լինելու համար։ Փառք եմ տալի Աստծուն, կուզեմ մեկ աղոթքով մեր գլուխները խոնարհենք եւ այսօրվա կերակուրի համար ուղղակի խնդրենք Տիրոջը։ Երկնային Հայր, գոհանում ենք քեզանից, դու քաղցր ես ու բարի Տեր։ Իրոքից նա ով որ հասկացե ու ճաշակել Աստվածին, որ դու աննման ես Տեր ջան, այդ խոսքերը իր հոգու խորքից կբարձրանա ու կմեծարի քեզ, կփառավորի քեզ Տեր։ Այսօր Կիրակի Տեր եւ սա քո հանգստի օրն է եւ մենք կամենում ենք եւ խնդրում ենք քեզ, որպեսզի քո Սուրբ Հոգու աշխատանքը լինի ամենքիս վրա, նրա ծառայությունը լինի ամենքիս համար Տեր ջան, որպեսզի սնվենք ու կերակրվենք Տեր ջան, այն հավիտենական բաներով, որ դու ունես մեզ համար, որպեսզի մեր հայացքը քեզանից չկտրվի։ Թող որ Տեր ջան, ամեն տեսակի զբաղվածություն, ամեն տեսակի որ մեր մտքերը պիտի գողացվի Աստված իմ, թող ամեն բան ուղղակի քո ներկայությունից Տեր ջան, թող հեռու լինի մեզանից, որպեսզի մենք կարողանանք առնել այն մանանանդ, որ դու այսօրվա համար ունես Տեր։ Գործածիր որպես մի անոթի եւ դու խոսիր քո ժողովրդի հետ։ Փառք եմ տալի քեզ եւ շնորհակալ եմ այս եկեղեցու համար, սա քո ընտանիքն է, քո տունն է Տեր, եւ քո աշխատանքը, քո գործն արա Տեր, ամեն մեկի հետ։ Հիսուսի անունով խնդրեցինք, ամեն։ Փառք Տիրոջը, շատ բարևներ ունեք մեր հովից, բնականաբար եկեղեցուց, Տերը օրհնի ձեզ։ Այսօր, որ արդեն իսկ բաժինանք է, որ ես պիտի կիսվեմ ձեզ հետ Աստծո խոսքը, կամենում եմ խոսել մի բանի մասին, որ բոլորիս համար շատ անհրաժեշտ է ունենալ։ Եթե գաղտնի պահեմ, կասեմ, որ ուղղակի մի բան կա, որ դու պիտի ունենաս։ Կասես ամեն։ Եթե վստահում ես, ասա ամեն։ Փառք Տիրոջը։ Աստվածաշունչը առաջի Հովանու 5-րդ գլխում խոսում է, որ 10 խոսքից ասում է, որ ով որ ասում է հավատում է Աստծո որդուն, նա իր անձի մեջ վկայություն ունի։ Ինչքան կարևոր է, որ մենք ունենանք այն վկայությունը, որ Աստված դրել է մեր մեջ, այն վկայությունը, որ մենք հանդիպել ենք Տիրոջը եւ այդ հանդիպումից մեր ներսում մի բան փոփոխվել է, մեր ներսում մի բան է բարձրացել, որը ամեն անգամ մեզ օրհնում է, ամեն անգամ մեզ փորձում է, երբ որ խոսում ենք, երբ որ կարդում ենք ավետարանը, սա գրված չի 2000 տարի առաջ, սա գրված է հենց հիմա այս պահի համար, ամեն։ Սա այնքան կարևոր է, որ մենք երբ որ ավետարան տանք, ոչ թե մարդիկ տեսնեն ինչ-որ մեկին, այլ տեսնեն Հիսուսին։ Երբ որ մենք ոտնլվա անենք, ոչ թե մարդիկ տեսնեն ինչ-որ մի մարդ ոտ է լվանում, այլ տեսնեն Հիսուսը կռացած իրանց ոտերն է լվանում։ Եվ այս այնքան կարևոր է, որ մենք ունենանք մեր անձի մեջ վկայություն, եւ սա գալիս է նրա հետ հանդիպումից։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Կուզեմ մի համար նայենք Աստվածաշնչում Հայտնություն 12-րդ գլուխ 17 համարում Անտես չի երևաստից Հայտնություն 12-րդ գլուխ Հետևյալն ասում է, երբ որ վիշապը բարկացավ, այն կնկավ վրա եւ գնաց պատերազմ անելու նրա մյուս զավակների հետ, որ Աստծո պատվիրանքները պահում են եւ Հիսուս Քրիստոսի վկայությունը ունեն։ Գիտեք, սատանայի բանը այն մարդկանց հետ չի, ովքեր քնած են, նրանց հետ չի, ովքեր մենակ Կիրակի օրերը գալիս են եկեղեցի ու դրանով բավարարվելով գնում են տուն։ Սատանայի բանը նրանց հետ է, ովքեր որ գործում են Տիրոջ համար, ովքեր որ լսում են Աստծուն, ովքեր որ հետևում են Տիրոջը։ Եվ ստե մենք տեսնում ենք, որ ովքեր, նրանք ովքեր որ պատվիրաններն էին պահում եւ իրանց անձի մեջ վկայություն ունեին, որովհետեւ այդ վկայությունն է, երբ որ տանում ես փոխանցես մեկին, այդ վկայությունից է ինչ որ մեկը զարթնում։ Եվ հենց սա կարեւոր է, որ մենք խորը հասկանանք, որ Տերը մեզ համար կամք ունի, որպեսզի մենք էլ լինենք այդ վկայողներից մեկը։ Եկեք 19-րդ գլուխ նայենք, երբ որ նայում ենք 19-րդ գլուխ 10 խոսքում հետևյալին ենք մենք հանդիպում,
Եվ ես ասում եմ, ընկա նրա ոտերի առաջին եւ որ երկրպագեմ նրան։ Եվ ասեց ինձ. զգուշ կաց, մի անիր, ես ծառայեկից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Հիսուս Քրիստոսի վկայությունը ունին։ Գիտեք, երկնքում ինչքան թանկ ու արժեքավոր է այն, որ ստից գնացել է երկինք եւ իր հետ է տարել է այն վկայությունները, որ Տերը իրան գործածել է, Տերը իր միջոցով ինչ որ մի բան արել է։ Եվ ես սա կարծում եմ, որ շատ կարեւոր է։ Ես քիչ հետո մի քանի, չգիտեմ ժամանակը ինչպես կընկնի, բայց գուցե մի քանի տես վկայություններ տամ, որ կարողացել եմ Աստծո որպես մի անոթի, որտեղ այնքան կարևոր է, որ դու լինես անոթ, որտեղ եթե նա ով որ հասկանում է, որ ինքը ընդամենը կավի աման է, ուրեմն նշանակում է, որ Սուրբ Հոգին իր աշխատանքը ունի այդ մարդու հետ։ Եվ նայելով այս խոսքերին Եսայա 64-ը, Եսայան այսպես է ասում, 64-ի 8-ում ասում է. «Եվ հիմա ով Տեր, դու ես մեր հայրը, մենք կավն ենք, իսկ դու բրուտը»։ Գիտեք, Աստված ինչ է անում։ Կավը վերցնում է եւ այդ կավից ինչ որ մարդ է սարքում։ Հիմա մենք կավ կայինք, մենք եկանք Տիրոջը, բայց մենք մի տեսակ կոշտացած էինք, մի տեսակ աշխարհը մեզ կոտրել էր, մի տեսակ մենք շատ հակառակ բաների մեջ էինք, Աստծուն հակառակ, աշխարհի լիքը, ասենք, վատ արարքներով, բնույթներով մենք եկանք Աստծուն, բայց մենք այդպես պետք է չմնանք։ Շատ կարիք կա, որ մենք փոխվենք։ Եվ այս կապակցությամբ Երեմիան տեսեք ինչ ասում։ 18:6-ում ասում է. Աստված է խոսում, ստե ասում է. «Միթե չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ինչպես կավն է բրուտի ձեռքերում, այնպես էլ դուք իմ ձեռքերում»։ Եվ մեկ էլ համար ենք տեսնում Հռոմեացիների 9:21-ում, որ էլի խոսում է կավի մասին։ Գիտես, սիրելիս, դու որպես մի կավ, դու պիտի լինես Աստծո ձեռքերի մեջ, որ ինքը ինչ ձև ուզենա տա։ Ես կարծում եմ բրուտի գործ դուք բոլորը տեսել եք եւ գիտեք ինչպիսին է։ Նրանք վերցնում են, մշակում են այդ գլինը, հողը, կավը, եւ հետո ինչ են անում։ Նախ հողից են ստանում կավը, հետո մշակելուց հետո դնում են չարխի վրա, սկսում են պատտասնել եւ հետո ինչ որ ձևեր են տալիս, չէ՞։ Տիմոթեոսն էլ է խոսում սրա մասին, որ մեկին դարձնում անարգության անոթ, մեկին դարձնում պատվի անոթ։ Վստահ եմ, որ եկեղեցում բոլորս կուզենք, որ պատվի անոթներ լինենք Տիրոջ համար։ Ամեն։ Լավ չասեցիք, ոնց որ չեք ուզում։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Մի քիչ քաջալերեք, որ ազատ խոսեմ, թե չէ։ Եկեք գնանք ծննդոց, մի հետաքրքիր պատմություն կա, կուզեմ այդ ծննդոցից այս պատմությունը տեսնել։ Ծննդոց 25-րդ գլխի 28 համարում մենք հանդիպում ենք Աբրահամի որդի Իսահակին 25-28 համարը։ Ասում է, եւ Իսահակը սիրում էր Եսավին, որովհետեւ որս էր ուտում, բայց Ռեբեկան Հակոբին էր սիրում։ Նա կարդալով այս համարները ինչ եք հասկանում։ Տան մեջ երեխերքին կիսել էին, մի ընտանիք էր, տան մեջ երեխերքին կիսել էին։ Հայրը ավելի շատ հենված էր որդու վրա եւ շատ ցավալի է, երբ որ այդ որդին փող աշխատում, բերում է, որսա բերում, քինգսա հաճեցնում, դրա համար ես իրան շատ եմ սիրում։ Մայրն էլ Հակոբին էր սիրում, այն էլ իր տղաներ ուզում էր ամեն կերպ բրդեր առաջ ու տաներ, դարձներ օրտնված ինչ որ մեկը։ Հիմա այս պատմությունից մենք նայում ենք, որ Իսահակը իր ծերության մեջ ուներ աչքերի տկարություն։ Եվ այդ աչքերի տկարությունը ինչ էր տալիս իրան։ Տալիս էր այն, որ ինքը չէր կարողանում կողմնորոշվել ումը ինչ, եւ մենք տեսնում ենք, որ խաբեբայությամբ Հակոբը ինչ արեց, կարողացավ հոր օրհնությունը վերցնել իրեն։ Մայրը, կարծում եմ պատմությունը շատ լավ գիտեք, բայց ուզում եմ, որ դուք կենտրոնանաք մի բանի վրա, որ եթե կույր չլիներ Հակոբանը, Իսահակը, ումն էր օրհնելու, որպես անդրանիկ, որպես ժառանգորդ։ Բնականաբար մենք տեսնում ենք, որ Եսավին, իսկ Եբրայեցիների 12-16-ն ինչ ասում Աստծո աչքերին Եսավը գարշելի երևցավ, որտեվ մի աման ապուրով իր անդրանիկությունը վաճառեց։
Կարևոր է, որ մենք սրա մեջը մի փոքր դաս քաղենք եւ հասկանանք, որ Աստծո նպատակը դա չէր։ Եվ հիմա նայելով այս ամեն ինչին, որ ինչպես ինքը արեց, գնաց Հակոբը եւ ինչքան դժվարություն ինքը իր համար ստեղծեց, գնաց անապատ տեղ, դուրս եկավ տանից, որտեվ Եսավը այն աստիճանի բարկացավ, որ ասեց հերս մեռավ, ինքն էլ հետնա մեռնելու, այլ կերպ ասած, այլ խոսքերով կսպանեմ ես իրան, ոնց թե։ Բայց ուզում եմ հենց ստե մի բանի նայենք, որ արդյոք ճանաչողության մեջ Հակոբյանը Իսահակը այդքան տկար էր, շոշափեց որդուն, չէ՞, այդ պատմությունը լավ գիտեք, չեմ ուզում շատ մանրամասնեմ, բայց պատմությունը լավ գիտեք, մայրը այծի կաշից սպերը կապել էր ձեռերին, քսեց, ասեց, հա, դե իմ որդին է այդպես բան, բայց ցենը ոնց որ իրանը չի։ Եվ այդքանից հետո ինքը օրհնեց Հակոբին։ Մի բան կար, որ դրա մեջ Աստված իր կամքը ուներ։ Բայց ես ուզում եմ նայենք, որ այս ամենը նպաստում էր Հակոբին, որպեսզի Հակոբը ել ավելի մոտիկանա Տիրոջը։ Ասես ամեն։ Եթե քո կյանքում կան դժվարություններ, մի ասա, օй, ես ինչ վատ բան է։ Տեսեք, Աստվածաշունչը շատ բաների համար չի ասում ուրախացիր։ Բայց երբ որ ասում է կերպ փորձությունների մեջ եք ընկնում ուրախացիր, ուրեմն ինքը ավելի լավ գիտի, մեր հայրը, մեր Տերը, մեր Աստվածը ավելի լավ գիտի, որ երբ որ մենք ընկնում ենք այդ դժվարությունների, փորձությունների մեջ, ուրեմն շատ ավելի լավ է մեզ, որովհետև Աստված մեզ հետ է, նա կամք ունի ծանցնելով մեզ ինչ որ մի բան տա, եւ հիմա հարց, դու կկանգնես ճանապարհի կեսին, դե կգնաս առաջ, որպեսզի այդ բանը Տիրոջից վերցնես։ Որը կնախընտրես։ Փառք Տիրոջը ձեր արձագանքների համար, որ լսում եմ, որ ասում եք կգնամ առաջ, որպեսզի վերցնեմ։ Փառք Տիրոջը, Աստված բարի է, ողորմած է եւ ամեն մեկիդ համար կամք ունի։ Եվ կասեմ, որ ձեզանից ոչ մեկը, այս եկեղեցում որ գտնվում է, հենց այնպես չի եկել։ Կամ դու պիտի աշակերտ լինես, թանկագին ես, կամ էլ դու ուղղակի պիտի կիրակնորյա գաս նստես, բավարարվես ու գնաս։ Բայց ես քեզ ասեմ, երբ որ երկինք մտնես, վարձքը քիչ է լինելու։ Երբ որ երկինք մտնես այդ բավարարվածով, տեսնելու ես ու ասելու ես, ինչ էր պատճառը, ես երկու քայլ չգնացի առաջ։ Ինչն էր պատճառը, որ ես մնացի նույն տեղում տոփող։ Ինչքան լավ կլներ, որ ես մի քանի քայլ գնայի առաջ, որպեսզի վերցեի Տիրոջից այն ամենը, ինչը որ ինձ պետք էր։ 32-րդ գլուխ մենք տեսնում ենք Հակոբի մենակ մնալը։ Եվ ես կկարդամ 24 համարից, Ծննդոց 32:24։ Եվ ասում է Հակոբը մենակ մնաց։ Եվ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արշալույսի ծագելը, եւ տեսավ, որ չկարողացավ նրան հաղթել, նրա զստի ամուլջին դիպավ, եւ Հակոբը զստի ամուլջին թուլացավ նրա գոտեմարտած ժամանակը, եւ նա ասեց. թող դուր ինձ, որովհետև արշալույսը ծագեց, եւ Հակոբն ասեց. չեմ թողի քեզ, մինչև որ ինձ չօրհնես։ Եվ նա ասեց նրան. ինչ է անունդ։ Նա էլ ասեց Հակոբ, եւ նա ասեց. այլևս քո անունը Հակոբ չասվի, այլ Իսրայել։ Տեսեք, Աստված այն ամեն ինչով որ հետաքրքրված է, մոտիկ գա քեզ եւ քո կյանքից քո հին մարդուն հանի դուրս։ Կասես ամեն։ Ես կասեմ, որովհետև իմ հին մարդը այդպես ինչեր, ինչպեսին ես հիմա կանգնած եմ ձեր առաջ։ Ես կարամ գնամ կինս գաստից, այնքան բաներ վկայի, որ դուք հասկանաք, որ մի գազանել ես էի աշխարհում ապրող եւ մի 1000 տեսակի Աստծո պատվիրանների խախտումներ իմ կյանքում ցես գրանցված, որ ես մարդն եմ, բայց նրա շնորհիվ, նրա օգնությամբ, նրան գալով այդ կավը կարծես մի քիչ, մի փոքր, շատ չեմ ասում, բայց մի փոքր ոնց որ ընդից դուրս եկավ։ Դրա համար ես փառք եմ տալի Տիրոջը։ Առաջի բանը, որ սա է, ինչ է անունդ։ Ինչ է կարծում, Աստված չգիտեր ինչ է իր անունը։ Աստծո հրեշտակը չգիտեր, շատ լավ գիտեր։ Եթե նա քո մազերի համրանքը գիտի, ապա նա գիտի քո անունը։ Եվ ասում է, ես քեզ քո անունով կանչեցի, նա գիտի։ Բայց ինչու համար հարցրեց, որտեղ ստե ամաչեցնելու մի հատ խնդիր կար։ Հակոբ նշանակում էր քծող, խաբող։ Եվ ինքը ինչ պիտի աներ, պիտի բացահայտվեր իր ով լինելը։ Եվ երբ որ հարցրեց, ինչ է անունդ, նա ասեց Հակոբ։ Եվ ասեց թող էլ Հակոբ չլինի,
Աստված նրան շնորհեց մի նոր անուն՝ Իսրայել։ Տեսեք, ինչքան կարևոր է, որ քո անունը գալով առաջինը քո կյանքում փոխվում է անունդ։ Հետո դու սկսում ես հետևել քո անունին եւ հետո կամած քո ներսում բաներ է փոփոխվում եւ օր-օրի վրա դու Տիրոջից առնում ես այն ամենը, ինչը որ քեզ անհրաժեշտ է։ Եվ մենք ստե նայում ենք, այս պատմությունը նայում ենք եւ ասում է այլևս քո անունը Հակոբ չասվի, այլ Իսրայել, որովհետեւ Աստծո հետ մարդկանց հետ մարտնչեցիր եւ հաղթեցիր։ Եվ Հակոբը հարցրեց եւ ասեց. «Աղաչում եմ անունդ ասիր»։ Եվ նա ասեց. «Ինչու ես իմ անունը հարցնում»։ Եվ նա օրհնեց նրան այնտեղ։ Մի բան մութ մնաց Հակոբի մոտ։ Նա չիմացավ Տիրոջ անունը։ Ի տարբերություն Մանուելին նա հարցրեց եւ ասեց. «Սեց ի՞նչ է նրան»։ Ասեց. «Նրա անունը սքանչելի է»։ Ես այս երգը շատ եմ սիրում, իմ հոգում կա դա։ Տեր ինչ հիանալի ես, Տեր ինչ սքանչելի ես, շատ լավն է։ Եթե դա իսկապես էությունից դուրս եկածած երգում ես, զգում ես իր այն սքանչելի լինելը, որը շատ կարևոր է քեզ։ Եվ մենք տեսնում ենք, ստեղ ինչ եղավ, Հակոբը օրհնվեց, բայց ինչով, կարծես մի փոքր մութ մնաց առայժմ իր մոտ։ Բայց ես հավատացած եմ, որ Հակոբը, երբ որ սկսեց Տիրոջ հետ խոսալ, հետո նայում ենք այդ սանդուղքի պատմությունը, որ ինքը տեսավ հավիտենությունը, ամեն բան, եւ շատ լավն էր այս ամենը իր համար։ Եվ այս պատմությունը մենք տեսնելով գալի հասնում ենք այնտեղ 48-րդ գլուխ Ծննդոց ավետարանի, Ծննդոցի 48-րդ գլուխը, այսի շատ երկար է, ես չեմ կարդալու այդքանը, բայց մի երկու համար եմ ուզում ձեզ տամ։ Առաջի համարից սկսում է, որ Հովսեփին արդեն գտել էր Հակոբը, եկել էր եւ ինքը մի բան էր ասում, որ ես კი հույս ունեի քեզ տեսնելու, բայց հիմա քո երեխերքին, քո սերունդն եմ տեսնում, չէ՞։ Հիմա Հակոբը արդեն ծերացել էր։ Սա շատ տարիներ հետո էր։ Հակոբի ծերության մեջը նա պիտի ինչ աներ, իր որդիներին, զավակներին օրհնություն թողեր, ինչպես ինքը իր հորից վերցրել էր։ Եվ իմաստը ուշադիր եղել եք, երբ որ կարդում ենք այդ հատվածը, երբ որ Հովսեփը Աստծո ձայն լսող, կարծես մարգարե, կարծես հետևող, լավ ամեն ինչ իմանալով, նա նախորոք երկու որդի ուներ, հավաքը Մանասեն էր, փոքրը Եփրեմն էր, նա նախորոք ձախի վրա դրել էր իր Մանասե ավակ որդուն, որ երբ որ բերի հասի պապ օրհնի, հովիվը ինչ անի, իր աջ ձեռը դնի հավաքի վրա, որտեվ Անդրանիկը պիտի վերցներ այն ինչ որ բան է, բայց ստե կարծես Հակոբը արթուն էր։ Եվ գիտեք ինչ արեց, նա ինքը ձեռքերը գցեց խաչաձև, գցեց երեխերքի որորտնի եւ Հովսեփը կարծես չհաշտվավ։ Պապ, ասեց սա չի, սա է, ասեց չէ, այն էլ կլինի, այն էլ մեծ մարդ կլինի, բայց ասեց Աստված սրան անդրե, սա պիտի լինի, ամեն։ Մենք տեսնում ենք, որ այն օրհնությունը, տեսեք, ի տարբերություն Իսահակին, որ նա հաստատ գավազանը կդներ Եսավի գլխին, կորտներ, հետո մենք մեր շրջապատում լիքը անզգամ մարդիկ կտեսնենք, որ ընդհանրապես Սուրբ Հոգուն զգայուն չեն, չգիտեն Աստված ով է, ինչ է անում, ես շատ անգամ մարդկանց նրանք ովքեր որ գալիս են, չգիտեմ, սուտ մարգարեությունից բանից, հենց սրանով եմ կարում բռնացնեմ, ասում եմ լսի, եթե դու Սուրբ Հոգուն զգայուն լինես, դու այս բաները պիտի իմանաս, բայց դու դրանցից ոչինչ չես իմանում։ Փառք Տիրոջ ես ամենի համար, որ ժամանակների մեջ Աստված կարողացել է մեզ ինչ որ բաների մեջ փոփոխի բերի։ Եվ կուզեմ նայենք Կողոսացիներ 3-րդ գլուխ 5 համարից կկարդամ ձեզ։ Ուրեմն սպանեցեք ձեր անդամները, որ երկրի վրա են, պոռնկություն, պղծություն, գիրք, չարցանկություն, ագահություն, որը կռապաշտություն է, ցանկացած մեկը, որ ագահ է, նա ինքը արդեն կռապաշտ է, որոնց համար Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա, որոնց մեջ դուք էլ մի ժամանակ գնացել էիք։ Գիտեք, սա խոսում է անցյալով, բայց ես կասեմ, որ մեզանից շատերը, կներեք, ես մեր եկեղեցի նկատի ունեմ, բայց հələ սրա մեջ են։ Գալիս են, մնում են նույն մարդը, ես շատ օրինակներ կարամ բերեմ,
Մի բան կասեմ ձեզ, այս վերջերս այս падգամը որտից ծնվեց մոտս։ Վերջերս մի տեղ էի, մի սեմինարի էի։ Մեկն եկավ նստեց կողքս, հետո սկսեց դժգոհել։ Այս ինչ է, այս սկսեց կամաց ո մանկապարտեզ չի բան։ Դե եթե միանգամից ասեի չէ, լավն է, ինքը ընդհանրապես չէր լսի։ Դասի շփիտով մի քիչ հետը խոսել, ասի գնաց եկավ նորից, ասի ոնց որ էս ծառայությունը քո համար չի, հա դե գնաց քնավ, նորից եկավ, սկսեց խոսալ, դե ես մի քիչ բողոքական եմ, ես եմ։ Հետո ասի, բայց այդքան էլ վատը չի, գիտես, ասի, լավ բաներ էլ կա մեջը։ Չասեցի, որ ես էլ եմ քո հետ միասին դատում, բայց այս խոսակցությունից ինքը բացվավ։ Ու գիտեք ինչ ասում ինձի։ Ասում է, գիտեք, ասում է, մեր հովիվը ինչ քարոզներ ա տալի մեզ։ Այնց խոսած ոնց որ եթե դու այդ քարոզներից հալվում ես թանկագինես, ուրեմն քո ներսը պիտի Տիրոջ հետ զուլված լինի։ Եթե դու ուղղակի գնում ես դրա հետևից, ես չի ասի, որ սրա մեջ է շատ մի օրտնաբեր մի բան կա, որը դու պիտի վերցնես։ Եվ ինքը պատմում ասում է, մեր բանը հովիվը նենց քարոզներ ա տալի, ես չեմ փնովի երբեք ոչ մի առաջնորդի կամ հովի Տերը օրհնի, բայց ես կուզեմ մի բան տարանջատենք այն իրականությունից, որը կարևոր է։ Որն է կարևոր այդ հովի համար։ Ասում է, գիտես, ասեմ դու ծառայություն ունես, ասում է 3 ժամ աղոթում եմ, եւ ես բարեխոս եմ, ասեմ ինչ լավ է, բայց աղոթում ես սրտի համեմատ, թե ուղղակի աղոթում ես։ Ասեց, այսինքն, ասի նայ, կա որ մի բան ես խնդրում դու Տիրոջը, երբ որ դու համապատասխան սրտով ես աղոթում, դա շատ մեծ բան է։ Բայց եթե դու ընդամենը աղոթում ես, կարող է քո անձը վարժեցրել ես 8 ժամ աղոթքի։ Կներեք, քուրեր, եթե ձեր մեջ կան երկար աղոթողներ, Տերը շատ օրհնի ձեզ։ Միշտ կանգնեք եկեղեցում, ձեր առաջնորդների, հովի, եկեղեցու ամրության, մեղավորների, սա մեր պարտականությունն է, որ Տերը դրել է, մենք պիտի անենք։ Բայց եթե ես 8 ժամ պիտի sense սոխակի պես ճտպտամ, բայց ես Տիրոջ սրտից ոչինչ չունենամ իմ մեջ, իսկ իմ շատ կներեք, իմ ընտանիքը չի գա Տիրոջը, իմ հարազատ, իմ ընկերներ, իմ գոլեգաները չեն հետաքրքրվի, բայց ինչ կա քո մեջը։ Բայց երբ որ ես անեմ այն, ինչ որ Տերն է ասում, ուրեմն դրա մեջ կա օրհնություն։ Եվ մստե նայելով մի քիչ էլ ես խոսակցությունը տարանք խորքերը, ասեցի, լավ ում ես ամենամեծ բարեխոս տեսնում Սուրբ գրքում։ Ասեց, ես իմ Դանիելին, ասի դե կարա քո կարծիքն լինի։ Ասի օրինակ, ինչ շատ է գերում Մովսեսի աղոթքը։ Մովսեսի բերած աղոթքը մի տեսակ, ասի, տեսող կարդում եմ, շատ կներեք, բայց ցնդում եմ, ես չեմ կարող հասկանամ։ Այդ ինչ սիրտ կար Մովսեսի մեջ, որ ինքը կարում էր այդքան մեծ ժողովուրդ, աստվածաբաններն ասում են մոտ 2 միլիոն, չգիտեմ, գուցե սետրակախբերս կուղի, մոտավորը տենց ասում են 2 միլիոն ժողովրդի հովիվ մարդ եւ բարեխոսում էր այդ մարդկանց համար, նրանց համար, ովքեր հորթ էին պատրաստել, նրանց համար, ովքեր չգիտեմ, դեք այնքան ցավալի բան է, մենք կռապաշտությունս ես նայում ենք, ասում ենք դե լավ է, մի բաներ արենք, ով չի սխալվել, բայց չէ, իրականում այն չի։ Որ տղամարդը տեսնի կնոջը դավաճանության մեջ կասի դե լավ է, նորմալ է, էլի ինչ է որ։ Նույն բանն է, Աստված քեզ ստեղծել է իր համար, եկե նայում ես սատանան քեզ վերցրել է, ասում է հələ մատ ինձ երկրպագի, եւ դու Հիսուսի անունով երկրպագում ես եւ նման մեղքեր այսօր ցավոք շատ են, որ մարդիկ փորձում են մեղքը ինչ անել, sense կամած բերել այն ամենին, որը ոչինչ իրանից չի ներկայացնում։ Աստիճանաբար ես նայում եմ շատ բաներ ա փոփոխվում մարդկանց կյանքում։ Մարդիկ պատգամներ են պատրաստում, հեսա մա կտցնեմ կբերի։ Մի հատ այս մասին քարոզ եւ հեռախոսը տալիս է քեզ։ Արհեստական բանականություն վերցնում են եւ բերում տալիս են, բայց ես չեմ սնվում դրանից։ Աստծո առաջ եմ ասում, չգիտեմ, գուցե զանազանությունս մի քիչ լավ է, բայց ես չեմ սնվում դրանից։ Ես ոչինչ չեմ տեսել։ Ես միանգամից հասկանում, այս տվյալ մարդը ասում տեսածա, թե տեսած չի։ Դրա համար այնքան կարևոր է, որ երբ որ գնում ես ավետարան տալու, ասում տեսնես նոր, ասես Տեր, ես ուզում եմ այս եղբայրը ապաշխարի, ես ուզում եմ ինքը զգա ով ես դու։
Ես գնամ ընդե դու մնացած ամեն ինչ արա, որպես մի ոչինչ մեկի, վերջում էլ ասելու եմ քո անպիտան ծառան եմ, բայց դու գործի իր հետ, թող ինքը չգնա խավարի աշխարհ, թող գա լույսի աշխարհ։ Գիտեք, երբ որ դու Տիրոջը փնտրես, կփոխվի բաներ, մարդը կտեսնի եւ կասի, գիտես, ասածներիդ մեջ կա բաներ։ Փառք Աստծուն սրա համար։ Եկեք լավ մի փոքր նայենք Ավետարանի խոսքին։ Ես կարդացի այնտեղ, որ ասում է, բայց մի ժամանակ մենք էլ ենք, չէ, այդ տեսակի։ Աստծո բարկությունը դրա համար գալիս էր անհնազանդության որդիների վրա, որոնց մեջ մի ժամանակ գնացել եք, բոլոր կենթանի էին նրանցում, բայց հիմա դուք էլ դեն դրեք այն ամենը, բարկությունը, սրտմտությունը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը, ձեր բերանիցը, սուտ մի խոսեք իրար հետ։ Հանեցեք հին մարդը իր գործերով, այշ լավ բան է ասում։ Գիտեք, մարդիկ կան չեն ուզում հանեն, ասում են ինչ կանք։ Ես հանդիպել եմ մարդ, որ տառապում է հիվանդությունից եւ եկել ասում է դու կարաս ինձ օգնես, ասում եմ գուցե, ասում է աղոթի բժշկվեմ էլի, ասում եմ չէ, մի անգամից ես չեմ աղոթի քեզ համար, բաներ կա, որ դու պիտի հրաժարվես դրանցից, ասա կհրաժարվեմ, հենց սկսում ես խոսել ընդեից, նայում ես հետ այդում, չէ, ինձ էսի չի հետաքրքրում, ընկներես, ես քեզ ոչիչով չեմ կարող օգնեմ, գիտեք ինչքան նման մարդիկ ունենք, որ եւ ամենա սարսափելին էնա, որ հենց այս մարդիկ աստիճանաբար դուրս են մնում, ընդե որ գրված է, որ գայլը գալիս է գառան դիմակով, կասեք ինձ որտեղից է այդ գայլին գառան դիմակ, գիտեք որտեղից, եթե հոշոտած չլներ չեր ունենա, ուրեմն բռնե կերել է իրան, հոշոտել է, եւ նայում ես ներսը ինչ կա, եւ էլի շատերին ունենք, որ sense փառքի հետևող են, sense քիչ ամենում գնաս ասես մա հələ ստաֆի էլի, բա որ Տերն ասի ես քեզ չեմ ճանաչում, դու այդ ամենն արել ես քեզ համար, մի հատ դուրս անի քո հին մարդը քեզանից, բարի, հանեցեք ձեր հին մարդը իր գործերովը, հին մարդը ինչ պետք է տա քեզ, ոչ մի բան, գրված է, եթե մարմնիդ մեջ ցանես, մարմնից ապականություն ես ընձելու, բայց եթե հոգուդ մեջ ցանես, հոգուց հավիտենական կյանք է գալիս, ճիշտ է, եւ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես, ինչ հրաշալի է, որ դու Աստծո գիտությունը ունես, ինչ հրաշալի է, երբ որ նեղության մեջ դու ասում ես Տեր, ես չգիտեմ, գիտեք ես չեմ ամաչի, որ հարց տակ ասեմ, ես չգիտեմ, ու ինքան լավ գզգամ ինձ, որովհետև գիտեմ այդ օր ես Տիրոջ երեսը փնտրելու եմ, որովհետև հարց կա։ Ես միշտ ասում եմ ծառայության մեջ թանկագիններս, մենակ մի եկեք, ես պաշտոնական ծառա եք գնացեք։ Հիմա Աստծո ողորմությամբ ստե որ հասել եմ, ինձ ոչ մեկը սենց հետևիցս չի բրթե առաջ, ով որ բրթել է դա հենց ինքը Տերն է, ոչ ծնողներս են եղել, ասենք քրիստոնյաներ, ոչ Բայց ինչ որ միտեղ հիմա որ հասել եմ, Աստծո օգնությամբ եմ հասել, բայց հետ եմ ուզում ասեմ, որ երբ որ դու շարժվում ես առաջ, երբ որ դու Աստծո հետ ես գնում, ուրեմն Աստված քեզ եւ իր երեսնացույց տալի, եւ օրհնում է, եւ աստիճանաբար դու բաներ ես սովորում։ Եվ տարիներ ես սրան հետևող մարդկանցից մեկն եմ։ Եվ նայելով այս պատմությանը ես միշտ ասում եմ ավակներիս, որտեվ մի տարածքի ավակ եմ, ասում եմ, որ գիտեք ոնց արեք, միշտ ունեցեք, թույլ տվեք թող ժողովուրդը հարցեր տան, ճնշեք իրանցը մի հարցով, որ կարդացեք, եթե կարդաք, ուրեմն հարց կունենաք, եթե չեք կարդում կամ կարդացել եք, ուրեմն հարց չունեք, ուրեմն հայտնություն ունեք, երկուսից մեկը կատարվելու է ձեր կյանքում, եւ շատ լավ է, որ հարց տան, որովհետեւ այդ հարցի միջոցով դուք օգնում եք, որ ես էլ ճիշտ կանգնեմ, հասկանում եք, ես երբեք չեմ կարող ասեմ, ջանս դու պետք է սենց չանես, այդ հարցը որ տվեցիր, սրա պատասխանն էսա եւ ինքս հայտնվեմ դրա մեջ։ Դրանից ես առաջին ինքս եմ զգուշանում, ամեն։ Կամ եթե ես պիտի պատասխանը տամ, ես կարող եմ ծիծաղալով իհարկե նախորդ ապաշխարության հարցը լուծած կամ ասեմ, եղբայր դու որ այդ հարցը տվեցիր, հենց այնպես չէր, այդ հարցի մեջ ես ինձ գտա, որ ես էլ եմ դրա մեջ։ Ես ճիշտ է ապաշխարություն ունեցա, ներողություն խնդրեցի, արի հիմա իրար հետ աղոթենք։ Դրանից շատ բաներ կփոխվի, ամեն, սրա համար կարևոր է, որպեսզի մեր կյանքում
կա այն իրական փոփոխությունը, որ Աստված մեզ տալիս է։ Եկեք Եփեսացիների 4-րդ գլխից էլ մի բան նայենք, հետո ես մի քանի վկայություններ կուզենամ խոսեմ, ձեզ որը շատ ինձ համար օրհնաբեր է։ 4-րդ գլուխ, Եփեսացիների 4-րդ գլուխ, չեմ գրեսկի։ Դավ 22 համարն է այսա, խոսքերը ես համարը թե անգիր գիտեմ, բայց կկարդամ ձեզ համար, որ ասում է ձեզանից դուրս անեք առաջի գնացքի պես հին մարդը, խաբեության ցանկություններով, որը ապականված է խաբեության ցանկություններով։ Ասում է, տես, քո մեջ մի մարդ կա, Աստվածաշունչը ամենքիս է ասում։ Ասում է, քո մեջ մեկը կա նստած, որ ինքը խաբեության ցանկություններով լցված է ինքը։ Եվ այնքան է այդ ցանկությունները իր մեջ ունենալու, հասնելու ինչ-որ մի բանի, ձգտումներ, ցենց ունայն բաներ։ Եվ ասում է, եթե դու ասում է չհանես այդ մարդուն, ինքը քեզ ինչ կանի կտանի ապականության, բայց եթե դու հանես իրան, բայց եթե հանելու է լինես, ուրեմն այն առաջի գնացքը ոնց է լինում։ Օրինակ տեսել եք գնացքը, հիշում եք, որ Սաղմոսներում մի քանի տեղ հանդիպում ենք գնացք հասկացողությանը, նախ մի անգամ մտածում էի դրա մասին, Տերը մի հետաքրքիր բան ցույց տվեց ինձ, որ գնացքը չեն սարքում ստե հետո տեղափոխում են ընդ, սարքում են հենց ճիշտ գծերի վրա։ Այսինքն դու որ եկեղեցում ես, դու արդեն այդ գծերի վրա ես։ Եվ Աստված ինչ է անում, այդ գծերի վրայից սկսում է քեզ առաջ տանել։ Եվ ինչքան որ գնացքը սկսում է գնալ, այնքան ուժը մեծ է լինում։ Եվ կարելի է հասկանալ միանգամից, որ ինքը իրանով չի կարող կանգնի։ Ես մի այդպես մեքենավար ընկեր ունեմ, մի քանի հարցեր տվել եմ իրան, ասում է անհնարին է, մենք գիտենք որտե պիտի կանգնենք, դրանից ոչ ավել պակաս, ինչու դա չի հասնում մեզ, եթե մեկը վթարի ենթարկվի։ Ասում է, որտեվ չենք կարող պահենք մենք էդի, ինքը որ արագություն հավաքեց, այդ ծանրության տակ գնում է։ Հիմա Աստված գալի առաջ երկու քայլը անում է քո կյանքում, բայց մնացածը թող որ ինքնուս գնա քո կյանքից, ամեն։ Էսի շատ կարևոր է, թանկագինս։ Եթե թողեցիր օր-օրի վրա ինքը կգնա եւ շատ բաներ քո կյանքում կսկսի փոխվել։ Ասում է, որ այդ հին մարդուն, ասում է, որ խաբեության ցանկություններով ապականված է, ձեր մտքի հոգովը նորոգվեք եւ նոր մարդին հագեք, որ Աստծո պատկերին պես ստեղծված է ճշմարտությունով, արդարությունով եւ սրբությունով։ Դրա համար դեն գցելով ստությունը, խոսեցեք ճշմարտությունը ամեն մարդ իր ընկերի հետ, ասենզի իրար անդամ ենք, Փարթիրոջը։ Էլի խորհուրդներ շատ ունի, շատ հրաշալի, բայց սա չի։ Գիտեք, կուզեմ ձեզ մի որոշ բաներ վկայեմ։ Երբ որ առաջի անգամ հասա միտեղ, որ ես չգիտեի ինչ պիտի անեմ, բայց ես Տիրոջը մի բան ասեցի, Տեր, դու ամենակարող ես, որն է ելքը։ Գիտեք, երբ որ Հիսուսն ասում է, ես եմ ճանապարհը եւ դուռը, միանգամից ասեմ, որ սա մենակ չի վերաբերվում հավիտենության։ Այսօր քո նեղության մեջ ինքը էլի եւ դուռը եւ ելքն է։ Ամեն։ Այն դժվարության մեջ, որ դու այսօր են վախերը, որ կան քո մեջ, վաղը ոնց է լինելու, ինքը ելք է։ Ես վերջում մի խումբ էի գնացել ծառայության, մի քույր ասում է, կասեք Սարգիս աղբեր, այս մեր հապշտակության մեկ էլ մյուսի, ասի գիտես ինչի համար ես դու այդ հարցը տալի ինձ, որովհետև դու պատրաստ չես, որովհետև դու մտածում ես, խավարը փորձում ասես փափուկ բարձ բերի, դե նեղություն չի լինի, ուրեմն ամեն ինչ լավ է, չէ։ Այսօր քեզ ուրիշ մի կարևոր բան է պետք, Տիրոջ հետ մտնել փոխհարաբերության մեջ, ամեն։ Սա շատ կարևոր է, որ այսօր ամեն մեկս անհատական Տիրոջ հետ փոխհարաբերություն ունենանք։ Եթե չէ, ինքը կասի գնանք, ասենք ուր, չենք իմանա կամ չենք լսի իրան, եւ այսպես շատ բաներ մեր կյանքից դուրս կմնա։ Ես շատ եմ սիրում այն հանդիպումները, ովքեր որ Տիրոջ հետ կարողացան ճիշտ վարվեն։ Եվ իմ կյանքում ստացվել է, որ Աստված իմ միջոցով կյանքեր է փոխել։ Մի քանի բան կվկայեմ ձեզ։ Այն որ տղաս էր ասում, պապ ասում է, շատերն եկան մեր տուն, մնացին, ինչ որ բաներ փոխվավ իրանց մոտ։ Դե փառք ասովալես, լավ չէր, Աստված էս է ասում։ Ում էր պետք մեծահարուստը ապրեց իր կյանքը, եւ հետո ինչ եղավ, գնաց դժոխք, բայց չէ, մեր շրջապատում կան աղքատ, հոգով աղքատներ, կան
քույրեր, տկարներ եւ մենք պիտի օգնենք իրանցը, չէ՞ որ Հիսուսը որպես աշակերտի ինչ ասեց. գնացեք, բժշկեցեք, ազատագրեք, չէ՞, քույրերին տվեք տեսողություն, ումն ասեց, աշակերտին, բայց ինչի չենք անում, որովհետեւ աշակերտ չենք, մենք մտածում ենք դե դա ավելի լավ է, թող սետրակախբերն անի իր ծառայողներով, մենք չգիտեմ, երբ որ վաղ տկա կանենք, չէ։ Ես կասեի, որ ժամանակն է, որ սկսենք անել։ Մի վախեցի։ 2-3-ի համար, որ աղոթես չբժշկվեն, մի վախեցի։ Եթե կասեն ուր է քո Աստվածը, ասա ինքը տեղում է, ես տեղում չեմ։ Դու դրանով ավելի իրան կձգես եկեղեցի, քան թե ասես, «Ոյ չէ, ես սուպեր քրիստոնյա եմ եւ իմ աղոթքով պիտի ինչ որ մի հատուկ բան լինի»։ Տեսեք, երբ որ ես գնում եմ աղոթում եմ, ես չգիտեմ ինչ է լինելու։ Իրոք չգիտեմ, ոչ էլ ասում եմ, հեսա հաստատ լինելու է։ Ասում նայեք ուրս, եղբայրս, իմ բաժին աղոթելն է։ Բժշկությունը նրան է, Տիրոջն է։ Լավ, բաց եղի եւ ստացի, հավատա եւ ստացի։ Եվ բան ա եղել, որ ես ինքս չեմ հավատացել, ես վերջում օրինակ մի ընտանիք կար, որ տես խնդիր ուներ, այնպես եղավ, որ ասեց կաղոթես մեր համար, ասեցի հա, բայց ես բաներ էի տեսնում իր մեջ, իրան ասեցի, լավ կլինի, որ ապաշխարես։ Գիտեք, այս ամբողջ ապաշխարությունը մի քիչ շոր էր բնավորությունով, բայց աղոթքի մեջ ես նրա արցունքները թափում էր ձեռերից, ես զգացի ինչքան տես խոր աղոթքի մեջ է, որովհետև միասին գնացինք, այնքան բաներ դրեցի իր դեմ, ասի, մի անգամ դու Տիրոջն ասել ես, Տեր, տուր իմ աչքերը, ես նայեմ եղբայրներին քո աչքերով, տուր քո աչքերը։ Թե միշտ ասել ես, դե իմ աչքերը սենց են տեսնում, իրանք արժանի չեն, ոնց որ Սողոսը, չէ՞։ Ինչ էր անում Սողոսը։ Չէր տեսնում։ Եվ մտածում էր, այս հավատքի ժողովուրդը մահվան արժանի մարդիկ են, բայց եկավ մի պահ, փոխվեց իր կյանքը, ամբողջությամբ փոխվեց, արդեն դարձան իմ սրտի կտորները, ամեն։ Սա կարևոր է, որ մենք հասկանանք, որ Աստված հրաշալի կամք ունի իմ եւ քեզ համար, որ մենք էլ երբ որ փոխվենք, նայենք Աստծո աչքերով, այդ ժամանակ շատ հարցերի լուծումը ավտոմատ գալու է իմ եւ դիմացինի կյանքում։ Եվ այդ մի աղոթքից ես եկա տուն մի քանի օր հետո զանգ եկա, որտեվ հերրու դա Եղեգնաձորում է, ընդել եմ ծառայություն անցկացնում եւ տանտերը զանգեց, ասես գիտես ինչ ալը, ասի ինչ։ Ասեց սենց էս բան ալ է եւ տունն էլ է ստացվել, ասում եմ ոնց էս 20 տարի որ տուն չունեին, էս 4 տարի որ իշքան դիմեցին, բոլորը մերժվեցին, այդքան շուտ, ասեց հա ախպեր, չես պատկերացնի, հեսա կանչելու ացես, զարմացած մնացել եմ, եկել եմ ուղակի ծնկեմ, եկի ասեմ, փառք ես Տեր ջան, իշքան կարևոր է ծածուկ սենյակի ներքին փոխ հարաբերություն Աստծո հետ հարթել եւ ամեն բան բերել իր ճիշտ իրավիճակին, ամեն։ Ես երկու բան կվկայեմ մարդկանցից, այդ իրավունքը ունեմ, իրանցից թույլտվություն խնդրել եմ, էլի։ Մի եղբայր ունենք, ինքը ժամանակին են լավ տղաներից էր, էլի։ Ես իրան այն ժամանակվանից ճանաչում էի, ինքն էլ ինձ հիշեց, ես զարմացա։ Հետո որ բանը լավ հասկացանք միտեղ sense բախվելու պահ ա եղել, ինքը ինձ ա իմանում, ես իրան եւ այնց եղավ, որ այս եղբայրը ապաշխարեց, եկավ Աստծուն, բայց դեռ բաներ կար իր մոտ մնացել էր։ Ես մի անգամից կասեմ, որ ինքը սպորտի վարպետ, չեմպիոն տղա էր, բայց Երանի շախմատի լիներ, որտեղ բռնցքամարտի էր, այդքան էլ ոչ Երանի այդ կանանց, ովքեր որ միած սխալ մի բան են անում։ Եվ սկիզբն էր, ինքը տենց հարցեր լուծող էր, եթե այդ ամբողջ տարածքում մեկը մեկի հետ խնդիր ունենար, դիմեին իրան, ում ինչ ասեր, պետք է տենց է լիներ։ Եթե չէ, չգիտեմ, նրա կուլակն էլ կարար մահացու լիներ։ Եվ եկավ ժամանակ, որ կինը մի քիչ դժգոհում էր, որտեվ իրան լավ չէր պահում։ Ուներ աշխարհից շատ բաներ էր մոտը։ Եվ մի օր տենց հերթական ձեռքը բացվել էր կնոջ վրա եւ մոտավոր պատկերացնում եք արդեն ինչ ձևի։ Եվ վերջակետ էին դրել իրանց ընտանիքի, որպես ընտանիք լինելուն։ Եվ եկավ պահը, որ ես հասկացա, որ միջամտություն ա պետք։
Ոչ մարդկային, դա աստվածային է, բայց Աստված էլ մարդուն է օգտագործում։ Եվ կանչեցի, ասի արի։ Եկավ սկզբից սենց այն առաջվա այն տղուն եմ տեսնում 150 կիլո քաշ ունի։ Պատկերացնում եք ինչ հաղթանդամ մեկն է։ Հիմա ոնց որ 135 է, միջել է մի քիչ։ Սկզբից որ ասեց ախպեր լավ էր չմեռավ, ասեց որ ընկնեմ բերթերը բան սենց։ Պատկերացնում եք ինչ ատելություն կար մեջը եւ ինչ ատելությամբ ձեռա բարձացրե։ Եվ ես մտածում եմ Տեր Աստված, ելքը դու ես։ Եվ ընտանիք աստ է դուժում։ Եվ բացի այդ երեխեր կան։ Ինչ պիտի արվի։ Դու ինձ ասա, եւ Աստված տվեց իշխանություն խոսելու եւ հետնել այն իմաստությունը, որ շատ կարեւոր էր ինքը լսեր։ Երբ որ կարողանաս դու ուղակի այդ մարդուն բերես Տիրոջ գահի առաջ, ինքը իրան կապաշխարի։ Այդ մեծ տղամարդը երեխու պես սկսեց հեկեկալ լացել։ Ասեցի կգնաս, ինչ գնով ելնի ընտանիքիդ կշահես։ Ու դրանից հետո այդ աշխարհիկ ընկերներին ասի, բոլորին տեսուն կասես, դու Աստծո զավակ ես եւ դու պիտի այցելեցի իրանց։ Սկզբից դեկինն էլ բնականաբար եւ ամոթ էր անում, կապտուկներով բան չէր ուզում ոչ մի ձև, բայց դա երեխերքը մանր էին, պիտի անպայման նայեր տիրություն աներ։ Նենց էր, որ իշքան էլ թաքնվավ սենյակում չկարողացավ մի պահ դուրս եկավ։ Սկսեցի կատակներ անել, բան, այնքան միջև որ բացվավ, 3 օր լացել էր։ Բացվելուց հետո Աստծո միջամտությունն եղավ, ինքն էլ փոխվավ։ Իրան էլ առանձին բաներ ասեցի, ասեց չէ, վերջ դատարան ասեց, հերիքա, ես 10 տարի ասեց, դու չգիտես ինչ օրեր եմ քաշում։ Անցավ մի կարճ ժամանակ, 4-րդ օրներ զանգեց այդ եղբայրը, գնացել եմ ընկերոջս տուն, ասի եւ ասեց կնոջս հետ եմ, ասի ուրախ եմ, փառք Հիսուսին, ասեց հաշտվել ենք իրար հետ։ Եվ հիմա այնքան շնորհակալ եմ Աստծուն, որ այս տան մեջ կա խաղաղություն, կա սեր, քաղցրություն։ Եվ էլի շատ այդպես բաներ կարամ վկայեմ ձեզ, որ մարդը ինքը տարբեր ոլորտներից կասեմ, էլի աղի ասենք, չգիտեմ Աստված ինչ է ինձ ընտանեկան հարցերում օգտագործում, բայց եղել է շատ ընտանիքներ, որ sense վերջակետ են դրել, իմ ներկայության բաներ են շպրտել իրար վրա, այն ասելա վերջ, ես ասելա վերջ, քեզ վերջի տալի գնա, բայց այսօր լավ օրինակելի քրիստոնեական ընտանիք են։ Ես փառք եմ տալի Տիրոջ դրա համար, որովհետև եթե իրանք ուղղակի խոսքին նայեն որպես խոսք, ոչինչ չէր փոխվի։ Գիտեք, այդ նեղության մեջ, որ մարդը ճնշված է ասես, դու գիտես, Սուրբ գրքում ասվում է սենց, եւ ես քեզ 7 կետ կասեմ, որ դու պետք է ասել, լսի։ Դա էդի պետք չի, ընդ ուրիշ բան է պետք։ Դա Աստծո միջամտությունն է պետք, որ Տերը գա ծերը տնի վրան ասի, ես քեզ սիրում եմ, ես գիտեմ դուք ձեր խելքով եք ասես սրան։ Ես անկեղծացել եմ Տիրոջ առաջ ու ասել եմ, Տեր, այս ամենը որ եղավ, ես բանկերի մեջ էի ընկել եւ չգիտեի ինչ անեի։ Եվ եկան ասին գալիս են ինչ կա չկա, գույքագրեն տանեն։ Ասեցի լավ, ես եմ իմ խելքով, իմ համար չի լե։ Ես ինձ համար 5000 պարկ չեմ անում։ Աշխարհեր եւ գնացինք, ասեցինք եկան։ Պիտի գային ներողություն, եկա։ Իմ աղոթքի սենյակը այն ժամանակ մեր հյուրասենյակներ, մեծ էր, բայց հարմար էր ինձ, երբեմն էլ քայլում էի, ես գլխից են գլուխ, ծնկի եկա ու ասեցի, Տեր, ես այս ամենին հասել եմ իմ խելքով։ Այս հիմա որ պիտի կան տանեն, շատ ճիշտ էլ կանեն։ Ես քեզանից չեմ նեղվի, եթե այս տան մեջ ոչ մի բան չթողեմ։ Ինչ կա, չկա տանեն։ Ես քեզանից չեմ նեղանա, որտեվ ես սխալվել եմ, դա իմ մեղքն է։ Ես ապաշխարում եմ քո առաջ։ Գիտեք, այդ է լավ, այս աղոթքից հետո մինչև որս գալիս են որ տանեն։ Աստված ասեց վերջ, դա չեք գնալու։ Փառք Տիրոջ։ Մի բան կպատմեմ, ժամանակ ունենք, թե Փառքասում։ Մի բան կպատմեմ ծառայություններից, որ երբեմն մարդիկ չգիտես ինչի, տես մտածում են, որ ծառայությունը
Դա այն է, որ հենց այնքան կարևոր մի բան է, որ միջև քո ծառայության դու զգալը թանկագին ես, դու պետք է նայես ինչ ես ստանում։ Սես մի բան կա, չէ, պոլուֆաբրիկատ։ Այսինքն ոչ վերջնական արդյունքի ինչ որ մի ապրանք, չէ։ Հիմա մենք ստեղ ենք, հենց ճիշտ պոլուֆաբրիկատ ենք։ Մեզանից շատերն են այդ տեսակ, ես ինձ չեմ համարում ինչ որ մի բան, ես էլ եմ այդ, բայց լավն է նա, որ ես այդ ճանապարհի վրա եմ եւ փորձում եմ դրա միջոցով առաջ գնալ։ Եվ կարեւոր եմ տեսնում, որ ամենքս էլ պիտի բժշկվենք, տեսնենք, կողքինի տկարությունը պիտի վեր առնենք, մյուսը խնդիր ունի, նրա համար պիտի կանգնենք աղոթքի։ Մեր աղոթքա ժողովներում շատ հետաքրքիր բաներ լինում, ասում էի հիմա լավ, աղոթեցինք, եկեղեցու մնացած ամեն ինչի համար, մեր համար, հիմա եկեք հերթով սկսենք։ Բոլորս շրջապատում ենք, եղբորս համար ենք աղոթում, ասա տկարությունը, ասա ինչի կարիք կա, ասա հետո մյուսի, եւ էսի գիտեք, այսօր մեր այդ թիմը, որ եղել են, այդ մարդկանց հետ մենք ուրիշ տեսակ ենք, շատ այնքան մտերմիկություն կա, չգիտեմ, որ ուզենամ էլ մի քիչ սառնձի պահեմ, չի ստացվի։ Ինչի ենք մենք այդ ձեր, որտեվ այդ տարիների այդ երկրպագությունից, Աստծուն մեծ արելուց մենք ձուլվանք իրար հետ, ընկերություն, եւ իրար սուրբ աչքերով ենք նայում եւ փորձում ենք իրար հետ առաջ գնալ։ Մի լավ բան ալում, ամենահետաքրքիրը գիտեք որն է։ Այն ընկերը, որ կասի, եկեք մոդայից խոսանք այդ արհեստական բանականությունից, մեկելից մյուսից, հավատացնում եմ ձեզ նրանց մեջ մի բան չկա, դուք սկսեք, որ իրանք էլ ազդվեն։ Մեր ընկերության մեջ սենց է, մենք հանդիպում ենք իրար հոգևոր բաներից ենք սկսում խոսալ, այնքան հրաշալի է, այդ դու լսել ես այս բանը, լավ է, որ լսես, շատ լավ է, բայց քո անձնականը դու պիտի ունենաս, ամեն, ես սա կարևոր եմ տեսնում, որ պիտի ունենանք։ Գնացի Պարսկաստան, հոգուս մեջը հասկացա, որ ես պիտի գնամ ծառայության։ Գնացի ոչ մի ծառայություն չեղավ, շատ զարմանալի էր։ Առաջի շաբաթը ոչ մի բան, երկրորդ շաբաթը նստում էի վերջերը բան, Մարկար գիտեր նորահոգի եմ, գալիս էին ձեռին դնում վրես աղոթում էին։ Հերթական այդ աղոթներից մեկի ժամանակ մի եղբայր կար, հարցնում է, ասում է ինքնով այս եկեղեցում, ինքնով է բանը, տենց է։ Դե կար բարեկամություն, մտերմիկություն, քույր կար, որը մորս օրողբոր հարցներ լինում, երիտասարդ էր, ինքը համեմատած մորս տարիքին, ահագին, երևի մի 20 տարի փոքր կլներ, ես մի քիչ մեծ կլներ երևակայի այն ժամանակ։ Ուրեմն ասեց, որ այս տղեն մի քիչ բան տղա է, էլի տենց չի հաշտվում, բողոքական է, բան է։ Հետո նստած էի, եկավ ձեռը դրեց վրես, որ աղոթի։ Անկեղծ ասած, ընենց զգացի, որ ինքը հոգով ինձ մեծ չի։ Ես ասեցի, Տեր ջան, եթե դու ես իր միջոցով մի բան տալի ինձի, դու գիտես միշտ եմ բաց քեզանից առնելու, տուր։ Բայց եթե մի բան էլ կա, որ զիս պետք է անցնի իրան, այդ էլ դու փոխանցի իրան։ Անցավ էդի։ Երրորդ շաբաթն է, ոչ մի բան չկա։ Ոչ մեկ չգիտի, որ ես կարամ ծառայություն անեմ կամ եկել եմ այդ մի բանի, բայց ովիվ աղոթում է, հետո աղոթում եմ, ասենք իմ մեջ, աղոթում եմ այդ երկրի համար եկել։ Ու 4-րդ շաբաթ մինչև հասնելը 2 օր առաջ մենք պիկնիկ գնացինք, ինձ էլ ասեցին անպայման կգաս, ասեցի լավ, մեծ սիրով։ Գնացինք պիկնիկ եւ այնտեղ այտենց սկսեցինք ավելի խաղալ, շփվել, եկեղեցու բակեր, բարձր տեղ, ազատ աղաղակել բան։ Եվ հետո հովիվը սենց աշկի տակով կարծես նկատեց ինձի եւ եկավ ինձ մի բան ասեց, դեսի ասեց դու ձեր մոտ կարոզում ես, ասի ինչ եմ ես հարցնում, ասեց չի ուզում իմանամ դու կարոզում ես, ասի դե հա, ասեց դե որ կարոզում ես, Կիրակի օրը կարաս ծառայություն անցկացնես, ասի չգիտեմ, եթե ուզենաս Ես երիտասարդականի ավակ եմ մեր մոտ, ասեց, ուզում եմ, որ դու խոսես, ասի լավ, եթե ուզում ես, ու Աստված դռներ բացեց, ինչ ձև բացեց դռները, այդ օրվա քարոզը ես չգիտեմ Տերը ոնց ցույց տվեց այդ մարդկանց, բայց կարծես շատ ընդունվեցի ամբողջ համայնքի կողմից, Եվ այնպես էր, որ դրանից հետո իմ կարիքը շատ կարընդ է եւ ինքս էլ հասկանում էի, գիտեի, որ ես պիտի դուրս գամ ծառայության եւ Աստված շատ հետաքրքիր ձևով ինչ արեց, սկսեց ընդե գործել։
այդ օրը, քանի որ ինքը մի քիչ շատ Պետրոսի նման էր, այդ տղեն, հետո որ ձեռեր դրա ինձ վրա, վերջում, որսես մի հատ, չգիտեմ ինչ տեղի ունեցավ, բոլորը օրտնված, ասես մի փոքր Սուրբ Հոգու ներկայացրի եւ Աստծո ներկայությունը այնպես էր ընդ որ բոլորը նկատեցին եւ ամեն մեկը իր հերթին եղբայր բան սենց ընդ փառքը ասում։ Հետո ինքը բռնադատեց, այդ քանի մեջից գնանք, էսա ուզում քաշիտանի ռեստորան մեկել է, ինքը բռնադատեց, տարավ իրան, որտեվ ինքը ակտիվ էր նրանց մեջ։ Տարավ իրանց տուն, այդ օրը մի հատ էլ հրաշք եղավ, շատ հետաքրքիր։ Ես մանկուց շատ էի լսել, ասենք, մեր տան մեջ է, որ գախնի բան էին խոսում մեզանից, խոսում էին այլ լեզվով, իրանց լեզվով եւ դա լսել էի, բայց ասենք որ ասեմ այդպես խոսալ բան չկար մոտս։ Այդ օրը որ գնացինք, ես իրան հարց տվեցի, ասի ախպեր, ասի, արդեն ինձ շատ པարզ էր իր խնդիրները, ասեցի, լսի, դու այդ որ Պողոս Առաքյալ էս բանը գրել է, ինչի համար է գրել։ Բնականաբար ինքը մեջքի վրա չեր ընկնի մի անգամից ասեր, չգիտեմ։ Ասեց էս բանի համար, ասի, իսկ կարող է ուրիշ մի բան լինի, սկսեց վարկածներ փնտրել, գուցե էս բանի համար։ Ասի, իսկ ուզես դու դրա մասին մի բան լսես։ Ասեց ինչ։ Ասի դեմ երևի կհետաքրքրի, եթե այսօրվա պատգամս քեզ դուր եկե, ուրեմն քեզ կարող է հետաքրքրի, ընդից սկսեցինք հիմա։ Բայց ես իրան մի անգամից ասեցի, ասի, բայց դու կլսես, ասեց, հա, ասի, բայց պետք է լավ լսես, հա, որ Տերն ասում է, որ ականջունի թող լսի, ներսով պետք է լսես, ասեց, հա, սկսեց լսել, հիմա ես խոսում եմ, տեղից ցածկում է, հալելույա է գոռում, այդ տղեն այնքան փոխվա, որ մարդիկ ասում են, ինչ ես արել իրան, ասում, բայց ես ինչ կարամ անեմ, ես ոչ մի բան չեմ արել, նա ինքն է արել, այդ օրը իր հանդիպումը Տիրոջ հետ կայացավ եւ փոխվավ։ Դրա համար այնքան կարեւոր է, որ ձեր հանդիպումը Տիրոջ հետ լավ կայանա, որ Տերը մեծարվի եւ փառավորվի։ Ամեն։ Դրանից հետո այնքան տեղերում, sense դու կգնաս համարցակ, առանց ընկնելու, առանց ճնշվելու, առանց որևէ ընկճվելու, կասես ոչ, ես չեմ հաշտվում այս իրավիճակի հետ։ Ես լավ հիշում եմ մի տուն էի գնացել ծառայության, հրավիրել էին, գնացի ծառայություն անցկացրի, խմբակեր։ Եվ ասեց, որ աղջիկս է բաժանվել, ասի ինչի։ Ասեց դե տղանը տենց է։ Ասի դե դի մի կողմ մնա, բայց ես մի բան կասեմ, ես քո տեղն եմ չեմ հանձնվի։ Ուզես աղոթենք իրար հետ։ Ասեց դե ես իմ մի քիչ դեմքը խառնելով, ասի բայց ես քո տեղն եմ չեմ հանձնվի, կաղոթեմ։ Լավ։ Ու մենք սկսեցինք աղոթել վերջում, իհարկե ես անհատական իր համար չեմ աղոթել, բայց ասեցի Տեր, ես քուրիկին բերում եմ քեզ ու խնդրում եմ որ դու միացնես։ Անցավ մի կարճ ժամանակ, այս քուրը սկսեց լավ գալ եկեղեցի, մինչև այդ չէր գալի, որտեվ ընդ ոչ մեկ չէր ապաշխարում։ Սխալ էր ընտրությունը, աշխարհի հետ չի կարելի քայլանել։ Եվ անցավ, բերեք իրան եկեղեցի, թող հաստատվի, թող լի ձեր կեսը, ես դրան դեմ չեմ, բայց ոչ մի անգամից ասեք չէ, երբ չես հասնի ինձի, ասեք կարա, գուցե դու լինես իմ կեսը, կամաց քաշեք իրան, ու կամաց էլ բերեք Հիսուսի մոտը։ Եվ այդ օրը շատ հետաքրքիր մի բան եղավ, այդ քուրը սկսեց արդեն գալ, զանգեց խոսած, ասեցի լավ, ասի ես կաղոթեմ, որ արդեն մտադրվել է այդ տղեն ընտանիքը վերականգնելու։ Մի տղայի հետ եկավ, ինքը չէր գալիս կներեք, մի տղա եկավ, ասեց, այս տղեն, ասի, հա, ես գիտեմ իրան։ Ուրեմն ինքը գալիս էր, ասի իրան ասա թող գա, ես իրան չեմ ուտելու, թող գա, ինչ կապ ունի, ես առաջնորդն եմ իրան, թող գա խոսենք իրար հետ, եկավ, խոսեցինք, բան 1, 2, 3, ամեն անգամ ինչ որ մեկի հետ գալիս էր, մի քիչ ասում են, բժիշկներն ասում են նևրոզ ունի, մոտավոր հասկանում եք արդեն դա ինչ է։ Ես իր հետ ահագին խոսեցի, կամաց սկսեց խաղաղվել, գալիս էին մեր տուն sense բարկ վիճակում, տնից գնում էին խաղաղ, հանգիստ, ոնց որ sense իրանց համար բան գտածել էին։ Ու մի քանի անգամ գալուց հետո եկավ եկեղեցի, նստեց, հետո կամաց քայլ արեց դեպի ընտանիքը, եկավ վերականգնման, բայց ցավոք չպահեց էդի։ Իրանք միացան, մի տարի հետո նորից այդ տղեն ես իրան ասել էի, որ եթե դու եկեղեցում չգաս, սա ծածկոց է քեզ համար, դա ապահով վայր է։ Եթե չգաս, խնդիր է, դու ավելի վատ տարին կհասնես, որտեվ ես մոտավոր հասկանում եմ, այն դևերը, որ քեզնից գնացին,
Դրանք, որ 7 ապատիկ եկան, շատ ավելի վատա լինելու քո վերջը։ Եվ ինքը զանգեց իր բերանով, ասեց, հիշում ես, այդպես բան էիր ասում։ Ես հիմա այս ձև եմ, բժիշկներն են ասում են քո մոտ սուրն է վրոզա։ Ասի, եթե դու քեզ չես տեսնում էլի եկեղեցու մեջը, ես քեզ ոչինչով չեմ կարող օգնեմ։ Բայց ուզում եմ ասեմ, որ Աստված միջամտող է։ Ցանկացած իրավիճակին ինքը միջամտող է։ Ինքը կարա այնպես միջամտի, որ այն անհնարինը դառնա հնարավոր։ Կասես ամեն, որովհետև սա ավելի կարևոր է, որովհետև երբ որ դու ունես այն համառությունը քո մեջ, գիտեք որից է գալի համառությունը, երբ որ դու վստահ գիտես, որ ես օրինակ արհեստավոր եմ, ես կարամ քանդեմ, նորից հավաքեմ նույնությամբ։ Արհեստավոր եմ, ես վստահ եմ, որ ես կարամ անեմ, ինչի, որովհետև շատ եմ արել այս բաներ, եւ վստահ եմ կարամ անել։ Նայեք, երբ որ դու Տիրոջ հետ 1, 2, 3 քայլում ես, ու դու տեսնում ես ինքն էլ քեզ հետ ընկածի հետ ինքը ցավ է ապրում, որ այդ ընկածին բարձրացնի։ Իսկ մենք ասում ենք Տեր, կարող է քո կամքը հենց էս էր մեզ համար։ Եոր հիշում եմ մի քույր սենց անում։ Աստված կամք ունենար ընձի կբժշկեր։ Աստված կամք ունի, դու հավատա եւ եղիր բժշկված։ Ամեն։ Սա շատ կարևոր է քեզ։ Եվ այդ օրը, որ սենց խոսեցի այդ տղայի մասին, դրանից հետո այնքան բան իր մոտ փոխվավ, նախ իմ լեզուն բացվավ, որ ես այդ ով որ մեզ թարգմանում էր, որ ես խոսում էի, ինքը ասորի տղա էր, եւ որ խոսում էի ինքը թարգմանում էր, այնց եղավ որ հյուրեր եկան, սկզբից այն երկուսը եկան նստան, սկսեցին լսել ինչ եմ խոսում, բայց այն երկուսը ոնց որ ուզում էին խանգարեին, այս Տերը օրհնես քրոջը շատ իմաստուն, սես դեմները կանգնավ, սկսեց իրանց հետ զբաղվել, բնականաբար ինձ դժվար էր իր հետ խոսելը, որտեվ ես խոսում էի բառեր, որը առաջ անգամ էի լսում, ճիշտ եմ ասում, սմեր, հասկանում եք, որ լեզու իջնիկո վրա դու խոսես նոր լեզուներ, եւ այս ամենը դու տեսնում ես, եւ սա է կարևորը։ Եկեք մի հատ է պատմությունով ավարտին գանք, այդ պատմությունը շատ եմ սիրում այդ Ղուկաս ավետարանի 24-րդ գլուխը հարությունից հետո Տեր Հիսուսի հանդիպումն է։ Նայեք, այն 11 աշակերտները 12 աշակերտները Հիսուսի հետ քայլեցին, ճիշտ է։ Քայլեցին, բայց այն հավատքը չունեցան, ինչ որ մեկը հոգու մեջ տեսավ իրան։ Այսօր քեզ ավելի մեծ բան է տրված թանկագինս։ Եվ նայելով այս պատմությունը ինքը սկսում է 13 համարից 24 գլուխ 13 համարից ասում է եւ ահա նրանցից երկուսը միևնույն օրը մի գյուղ էին գնում, որ 60 ասպարեզ Երուսաղեմից հեռու էր, անունը Էմաուս։ Դա մի քաղաք էր։ Եվ նրանք իրար հետ խոսում էին եւ բոլորը անցած բաների համար։ Եվ երբ որ նրանք խոսելիս եւ վիճաբանելիս, հենց ինքը Հիսուսը մոտեցավ եւ գնում էր նրանց հետ, բայց նրանց աչքերը բռնված էին, որ չճանաչեն նրան։ Գիտեք, ես շատ համառոտ կասեմ, որ երբ որ նայում ես 9-րդ գլուխ Հովանու ավետարան, կապ ունի սրա հետ կասեմ, մի ի ծնե գույրի աչքեր բացվեցին եւ ամբողջ փարիսեցիական այդ քահանական այս բոլորի մոտ խառնաշփոթ առաջացավ ու սկսեցին այդ երեխուն այն աստիճանի ճնշել, դա սա ով է քեզ բժշկե, այն աստիճանի ճնշել, հոգեբանորեն ճնշում էին իրան, որ չխոսես, չասես Հիսուս, ասես ես չգիտեմ ով, բայց գիտեմ որ կույր էի եւ հիմա եղա բժշկված, չէ։ Եվ որ այս պատմության վերջը նայում եք, Հիսուսն ասում է Իսկ դու հավատում ես Աստծո որդուն, ասում է ով է նա, որին ես հավատամ, ասում է նա, որ քեզ հետ խոսում է, եւ գիտեք ինչ անում, ասում է նա ծնկ եկավ եւ սկսեց նրան երկրպագել։ Հիմա, բայց նրա աչքերն արդեն բացված էին եւ տեսնում էին։ Հիմա, բայց այս Էմաուսի ճանապարհի այս երկու տղան հələ բռնված աչքերով Հիսուս իրանց հետ քայլում էր, չէին իմանում, հարցեր էր տալիս իրանք, էլի չէին իմանում։ Եվ ստիպված էր Հիսուսը, գիտեք, երբեմն Հիսուս ինչի համար է հարց տալիս, ինչի համար է հարցը պետք մեզի։ Եվ որ մենք հարցը լսում ենք, պատասխանը չկա, մենք պետք է մոտենանք Տիրոջը, գանք ու ասենք Տեր, դու խոսի մեզ հետ, ամեն։ Սա այնքան կարևոր բան է, որտեվ եթե չէ մենք քնած ենք։ Տեսել ես մի հատ մեռել դագաղի մեջից ելնի ասես, ի՞նչ կասում եք ինձի հագցրե։ Չի խոսա։ Այդպես բան գոյություն չունի, հասկանում եք մարդը, որ մեռավ, հիմա
Նա ով որ քնած է, ինքն էլ քնած է ու ինքը հարցեր չունի, բայց նա ով որ Հիսուսը գրգռում է իր սիրտը, սկսում է ինչ ելնել դեպի Տիրոջը գալ եւ փոխվել։ Եվ հենց ստեղ մենք նայում ենք, որ նրանք գալով Տիրոջը ինչ արեցին, ասում է իրար հետ վիճում էին եւ Տերը սկսեց նրանց հետ խոսալ։ Հիմա շատ չեմ ուզում բան անեմ, ասում ամբողջ գրքերը մեկնեց Մովսեսից միջև բան։ Եվ հիմա այս նայելով այս պատմությանը գալի հասնում ենք այնտեղ, որ ասում են նրանք բռնադատեցին, ասեցին չէ, դու չես կարա հետաս։ Ճամփին չգիտեն, գել կա, արջ կա, ինչ կա, բայց դու չես կարա մութ ընկելա, մի խոսքով մեզի հույր կլինես, ամել քեզ հետ շատ հաճելի է։ Մենք նման աստվածաբան չենք տեսել, մտի մեր տուն։ Վերցնում են որպես մի ինչ որ հովվի կամ առաջնորդի, չգիտեն որ հարանվանությունից է, որտից է, բայց այն որ իրանք բռնել էին, բերել էին տուն, կարացել ես Հիսուսին ասես Տեր, լավ է որ սետրակ աղբերն աղոթում է, ես իր մոտ sense լավ եմ զգում ինձ, բայց մեր տուն էլ արի մտի էլի, որտեվ դա էլ է շատ կարևոր, այդ լույսը տեսնեն։ Շատ պրոբլեմատիկ մարդկանց ես ասում եմ, եկեղեցուց լույս տար տուն։ Այդ առաքելական եկեղեցին այդ որ ֆիզիկական անում է, այ հենց է դրա մենք պետք է հոգևորն անենք։ Լույս տար։ Հենց տարար դևերը կփախնեն այդից։ Ամեն։ Եվ հենց դե ես ասում եմ որ կարևոր է որ մարդը եւ լուսավորված լինի եւ Տիրոջը հետևի Աստծո ուզած կերպով։ Որ պետք է դու տանես տուն եւ այստեղ նայում ենք այս երկու հոգին, այս երկու անհատները բերեցին իրանց տուն, չէ, կմնաս մեր տուն, առավոտ լուսաբացին, էլի ուր գնում ես գնամ, բայց Տիրոջ ամբողջ ծառայությունը հենց այսքանն էր, ոչ ավել, ոչ պակաս։ Այսքանն էր իրանց համար, այդ ժամանակ իրանց է դեր պետք։ Եվ գիտեք ինչ եղավ, ասում են նրանք երբ որ Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց եւ տվեց նրանց որպեսզի ուտեն։ Ասում է երբ որ այդ հացիցը կերան, նրանց աչքերը բացվեցավ եւ ճանաչեցին Տիրոջը։ Թանկագինս, ուրիշի քարոզները լսելով, այսօր մոդա է ալե։ Ինչ չենք կարդում, որովհետեւ լսում ենք բայց քարոզներ։ Դա ուրիշ բան է։ Կասեի որ դրա մեջ կարա օրհնություն լինի, բայց քեզ չի շինի, դու կմնաս տեղում հետ, որպեսզի առաջ գնաս անհատական պիտի Տիրոջ հետ մտնես փոխհարաբերության մեջ։ Բայց մի քիչ էս կողմը մի հատ լավ խոսք ասում է, այդ երկու աղբերները իրար հետ խորհում են, ասում է, չէ որ երբ որ ինքը խոսում էր, մեր սրտերը բորբոքվում էր։ Գիտեք, երբ որ դու այդ նշանը ունենաս Սուրբ Հոգուց, այնքան հեշտ կարաս հասկանաս ով է ինքը խոսում, լսես իրան, չլսես իրան։ Ինտերնետում այնքան աղբ կա թանկագիններս, որ պետք չի քեզ լսել։ Հատուկ վախ ներշնչող բաներ կան։ Կամ մարդիկ ովքեր որ լսում են բժշկության համար ինչը ինչից է լավ, որը որից հետո է լավ, հա։ Գիտեք, դա էլ իր վատ կողմն ունի։ Կարող է դու իմանաս որ ենթադրենք այս մի բույսը շատ լավ է այս մի բանի համար։ Օգտվի, ես բան չունեմ ասելու, բայց եթե հետևես սրան, այդ բույսի միջոցով դու քեզ հիվանդ ես տեսնելու։ Հասկանում եք ինչա կատարվում։ Դրա համար ամեն բան չի որ բանա, որ Աստծո կամքը կա։ Եվ կավարտեմ Ղուկասի 17-րդ գլուխ 11 համարից 10 բորոտների մասին այդ պատմությունը, որը ուզում եմ սրա միջոցով ավելի հասկանանք, որ որն է ավելի կարևոր։ Հիսուսը անցնում էր Սամարիայի կողքով եւ 10 բորոտներ աղաղակեցին. Տեր, Դավթի որդի, ողորմություն արա մեզ, բժշկի։ Չգիտենք ինչ անենք, ոչ կարող ենք մահասարակության մեջ մտնենք, հաց վաստակենք, բերին, չբերին, ոչ թողում են մենք մտնենք ընդ շատ մեծ խնդրի մեջ ենք։ Մի բան արա։ Եվ Տերն ասեց. գնացեք ձեզ քահանային ցույց տվեք։ Եվ ճանապարհին իրանք բժշկվան։ Չէ՞։ Ով է հիշում այս պատմությունը։ Մեկը ինչ արեց, որոշեց հետ դառնալ։ Ինչու հետ դարձավ այդ մեկը։ Եկավ եւ երկրպագեց Տիրոջը։ Նայեք, այդ մեկը որոշեց հետ գա Տիրոջ մոտ։ Արդյոք իրան խոսքը չէր ասվել, որ գնա քահանային ցույց տուր։ Գիտեք, հնազանդությունից ավելին Աստծո հետ փոխհարաբերությունն է։ Դու այդտեղ ոչ մի բան չխախտեց, ոչ մի պատվիրանի, գուցե այդ իր հետ այդ 9 հոգին ասին, լսի, դու չես գժվել այդ աղա, չասես գնա անդե, ուրեմն պիտի մինչև վերջ գնանք, հետ արի ուր ես եթում, չէ, ես ավելի կարևոր բան ունեմ, ես ուզում եմ նրա այդ փոխհարաբերության մեջ մտնեմ, ամեն, սա կարևոր է թանկագիններս, դրա համար տեսեք, եղիր աշակերտ, ասա ես կլինեմ աշակերտ,
Գիտեք, հավատացյալի ու աշակերտի մեջ ինչ տարբերություն կա։ Եվ որ հավատացյալը ավելի շատ կենտրոնացած է եկեղեցու եւ ես տեսնում եմ եկեղեցին, բայց աշակերտ ասում է ես կտեսնեմ կենթանի Աստծուն։ Հավատացյալը կասի ես կխոսեմ եկեղեցուց բաներ, իսկ աշակերտը կասի ես կպատմեմ ձեզ Աստծո արքայությունից։ Հավատացյալը կլսի քարոզներ, լիքն են մեր շրջապատում տարբեր քարոզներ, իսկ աշակերտը կասի ես կապրեմ ավետարանի սուրբ խոսքերով։ Հավատացյալը կասի ես կլսեմ երգեր, իսկ հավատացյալը կասի ես ինքս կերկրպագեմ, որ հանդիպեմ նրան։ Հավատացյալը կասի ես կուզեմ մի քիչ տաք լինեմ, ջերմեռանդ լինեմ, ու երբեմն հենց մարդիկ ըտից շեղվում են, Աստծո սուրբ ճանապարհից դուրս են մնում։ Իսկ աշակերտը կասի ես հոգով կընթանամ, ավելի լավ է ես գայուն լինեմ Սուրբ Հոգուն, քան թե ցույց տամ, որ ես տաք եմ։ Եթե հավատացյալը կասի ինձ մի հատված Սուրբ գրքից լավ է դուր է գալիս, որտեղ որ գրված է Տերը քեզ օրհնելու է, քեզ անցկացնելու է, տալու է այս, տալու է այն, սա դա բնույթն է հավատացյալի, բայց աշակերտը կասի ես կընդունեմ ամբողջ ճշմարտությունը, ինչ որ կա գրված, անկախ ինչքան էլ տառապանք լինի ինձ համար ապաշխարությունը։ Եթե հավատացյալն ասի ես իմ խղճի ձայնին կլսեմ, աշակերտը կասի չէ, ես ամբողջությամբ հավատարիմ կմնամ Տիրոջը։ Գիտեք, շատ մեծ տարբերություն կա սրա եւ նրա միջեւ, որովհետեւ հավատացյալ տեսնում ես գալի ասում է իսկ ինձ համար կաղոթեք Հովիվ ջան, իսկ ինձ համար այս բանի համար կաղոթեք, լավ է, ես դեմ չեմ որ աղոթենք, բայց շատ մեծ տարբերություն կա, կարծես հավատացյալը գալիս ասում է կծառայես քուրս ընձի, բայց աշակերտն ասում է ինչով կարամ ձեզ ծառայեմ, ամեն տարբերությունը սրանում է, դրա համար այսօրվա իմ քաջալերանքի խոսքը, թող Աստված օրհնի քեզ, որ դու լինես աշակերտ, Տիրոջը հետևող, ավելի լավ է Տիրոջը ունենաս, քան թե բան։ Ես ընդեմ մի բան մոռացամ ասեմ, ոչինչ լրացնեմ եղբայրները։ Այնտեղ որտեղ որ Հիսուսը այդ պատմության վերջում մի հետաքրքիր բան ասեց, որ ես եկա աշխարհ, որպեսզի ասեց տեսնողները կուրանան, կույրերը տեսնեն։ Ճիշտ է, այդպես մի ֆրազա է ասում Տեր Հիսուսը։ Եվ փարիսեցիներից մեկն ասում է, «Այդ ինչ ես ուզում ասես։ Այդ մենք կույր ենք, ուրեմն մենք կույր ենք, տես ինչ որ այդ կարգի մի բան»։ Բայց Հիսուսն էլ ասեց, եթե կույր չլինեիք, չէ՞, եթե կույր չլինեիք, ուրեմն եւ դուք կտեսնեիք ով ասես այդ խոսում եւ կմնայիք։ Բայց հիմա որ ասում եք տեսնում ենք, ուրեմն ձեր մեղքերն էլ ոնց որ ասած մնում է ձեզ վրա։ Հիմա Սողոսի կյանքում ինքը որ պիտի դա իրականանար, Աստծո ոչ մի նշանագիր այս կոմենկոմ չի լինում։ Սողոսի կյանքում մենք որ տեսնում ենք, ինքը մտածում էր ինքը տեսնող է, բայց ինքը լավ չէր տեսնում։ Եվ երբ որ հանդիպես Տիրոջը ինչ եղավ, իր երկու աչքերն էլ կուրացան, ճիշտ է։ Եվ այդ աչքերը իրան պետք չէին։ Աստված իրան նոր աչքեր տվեց, որպեսզի տեսնի եւ իրան եւ Աստծո ժողովրդին։ Ամբողջ փառքը Տիրոջը։ Թող Աստված օրհնի։